Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տարածաշրջանում Հարավ-Կովկասի խաղաղության օրակարգը թելադրող Ալիևը առիթ է բաց չի թողել եւ Եվրանյուզին տված հարցազրույցում խոսել է ուժի կիրառման գերակայության մասին։ Ալիևն ուզում է ասել, որ եթե տարածաշրջանում իր թելադրանքով խնդիրները չլուծվեն, կդիմի ուժի կիրառմանը։ Միջազգային հարաբերությունները մտնում են նոր դարաշրջան։ Իրավիճակը կառավարվում է ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ ուժի։ Մենք դա կարող ենք տեսնել աշխարհի տարբեր մասերում։ Ռազմական փորձագետներն են նկատում նույնիսկ Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթի քավոր կանգնած Թրամփը, որը օրնիբուն թմկահարում է, թե աշխարհում պատերազմներ է կանխում, հենց ինքը այլ երկրների նկատմամբ տարածքային նկրտումներ ունի։ Հենց Ամերիկայի Միացյալ Նահանգները անընդհատ հողում է տալիս իր զինված ուժերին ամենամարտունակ բանակ ունենալուն եւ որոշ պետությունների նկատմամբ ունի տարածքային նկրտումներ։ Իսկ հա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը արտաքին հետախուզության ծառայությունը կարծես թե լավատես է։ Նրանց այս տարվա զեկույցում օրինակ նշվում է, թե Վաշինգտոնյան նախաստորագրված համաձայնության արդյունքներով այս տարի ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական եւ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Նշված եւ ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Դատելով Ալիևի եւ իր վարչակազմի խոսույցից, նրանք դեռևս Հայաստանի Հանրապետությունից ունեն ակնկալիքներ։ Ալիևը նաեւ կարմիր գծով այսպես տանում է, որ այդ բնակավայրերը չունեն այն անվանումները, որոնք որ հիմա կան հայահուն անվանումներ են, այսինքն ինքը ամբողջությամբ տեղավորում է այն կոնցեպտի մեջ, որ նաև այս Հայաստանը, որը որ հիմա կա գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը, դա ադրբեջանական է եւ պետք է հայերը ըստ Ալիևի համակերպեն այդ մտքի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները եւ գործընթացները ենթադրում եմ այդ վտանգների եւ ռիսկերը որոշ առումով կամ շատ մեծ առումով կմեղմեն, հատկապես ռազմական բաղադրիչի հետ կապված։ Մյուս կողմից արտաքին հետախուզության ծառայության դիտարկումների համաձայն շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլ նաև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերին։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այդ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ռազմական փորձագետի դիտարկմամբ Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Իրանին։ Ադրբեջանը երրորդ պետության դեմքով նկրտումներ ունի նաեւ Իրանի տարածքների նկատմամբ։ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը երևում է նաեւ Հայաստանի հետ սահմանին իրականացվող աշխատանքներում։ Բաքուն այդ հատվածներում տեղակայում է այնպիսի զինամթերք, որոնց հեռահարությունը 50-ից 60 կիլոմետրի է հասնում։ Ամիսներ տևած նախաքննություն, 30 դատական նիստ եւ հարցաքննված բազմաթիվ վկաներ ու տուժողներ։ Ազատի զինվորական կացարանում 15 ժամկետային զինծառայողի մահվան 3-րդ տարելիցն է այսօր լրանում։ 3 տարի անց, սակայն այս ողբերգական դեպքի առնչությամբ ավելի շատ հարցեր են առաջացել, քան տրվել են պատասխաններ։ Նախորդ տարի դատարանում հարցաքննվել են փորձագետներ, փորձագիտական խմբի ղեկավարը։ Նրանց տված եզրակացությունները եւ բացատրությունները հակասության մեջ են գործով ներկայացված հետազոտությունների մյուս տվյալների հետ։ Դատաբժիշկների կողմից տրված եզրակացության համաձայն զոհված զինծառայողների մահը վրա է հասել շմուլ գազի եւ այրվածքի, ընդ որում կենթանության օրոք, ջերմային այդ էներգիայի ուրեմն պատճառով։ Եվ հիմա իմ կարծիքով հետեւյալն է, նշված փորձագետը բացառել էր փայտե վառարանի շահագործման արդյունքում, որ կարող էր առաջանալ շմուլ գազ։ Արդեն 2 տարի քննչական կոմիտեում գործից առանձնացված քրեական վարույթ կա, որի վերջը չի երևում, նշում է տուժողների իրավահաջորդների փաստաբանը։ Բացի այդ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչու է աղավաղվել դեպքի վայրը, ինչը չափազանց բարդացրել է գործողությունների հաջորդականությունը վերականգնելու process-ը։ Համապատասխան մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը իրականացնել անհետաձգելի ապացուցողական վարույթային գործողություններ դեպքի համար էական նշանակություն ունեցող հետքերը, ապացույցերին տիրապետելու համար։ Կարող ենք մենք գալ հետևության, որ դա արվել է
հետքերը թաքցնելու, ճշմարտությունը թաքցնելու համար։ Եթե առաջնորդվենք պաշտոնական վարկածով, ապա կստացվի, որ բանակում բարձի թողի եւ անվերահսկելի վիճակ է, եզրակացնում է փաստաբանը։ Այնինչ զոհվածների հարազատները այլ վարկածներ են հավանական համարում։ Դիվերսիայի վարկածը առաջ քաշեցինք, բացառում են։ Չեք բացառում, իրանց կամանդիրն եկավ դատարան, ասում է, եթե դիվերսիա լիներ, մենք դրա պատասխանը կտայինք դրանից հետո։ Բացի այդ, ըստ փաստաբանի գործով մեղադրյալներից Եղիշե Հակոբյանը իրենց հետ հանդիպման ընթացքում ձեռագիր գրել է գործին առնչվող մի շարք մանրամասներ։ Եթե նա խոսի դատարանում, մեղադրյալների թիվը կլինի ավելի մեծ, իսկ այդպես հավանականություն կա, որ պատասխանատվության կենթարկվեն փոքր ձկները, իսկ շնաձկները կմնան անպատիժ։ Այս գրառումներում առկա են, որ այդ դեպքի նախորդող օրերին արծարծվել է այդ տարածքում ինչ-որ խմորումների խոսակցությունների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող գործող իշխանության կարկառու ներկայացուցիչներից մեկի անունը, որ ազգային ժողովի պատգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել այդ նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին։ Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները նշում են. նախորդ տարիներին արել են ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, սակայն իրավասու մարմինների ոչ կոմպետենտ լինելու պատճառով գործի վերաբերյալ իրենց նույնիսկ փոքր ակնկալիքները չեն արդարացվել։ Երևանում այսօր մի քանի կիլոմետր ճանապարհ անցնելը դարձել է իսկական փորձություն։ Թեթև ձյուն ու տաքսիների սակագները կտրուկ աճում են, ամենաքիչը 2 անգամ։ Քաղաքացիները բողոքում են տաքսու գները ոչ թե պարզապես թանկացել են, այլ վախեցնող չափերի են հասել։ Երբ հանրային տրանսպորտը այլընտրանք չի դառնում, իսկ սեփական մեքենա ունենալը ոչ բոլորին է հասանելի, մարդը մնում է մեկ ընտրության առաջ՝ գերթանկ տաքսի։ Այն նստելիս հաճախ չես էլ հասցնում մտածել ինչ ես վճարելու, բայց հենց այդ շտապողականությունն էլ, ինչպես պարզվում է, դառնում է գնագոյացման հիմնական գործիքներից մեկը։ Գնի ձևավորումը պաշտոնական պարզաբանումներով ունի 2 հիմնական բաղադրիչ՝ ժամանակը ու անցած կիլոմետրերը, սակայն իրականում դրանց ավելանում են նաև այլ, ոչ միշտ տեսանելի գործոններ։ Եթե A կետից B կետ հասնելու ժամանակը կարճ է, այդտեղ կարճ է եւ քիչ է գումար գեներացում, եթե երկար է ավելի բնականաբար շատ է։ Էությունը կայանում է նրանում, որ ըստ էության կիլոմետրը կարողանում է ծախսել, կատարված ծախսերը այդ ուղևորության, իսկ ժամանակը արդեն այսպես ասած տաքսու վարորդի աշխատած գումարն է։ Սակայն կա մի հանգամանք, որի մասին պաշտոնական խոսքում քիչ է նշվում։ Ալգորիթմը ձեզ ճանաչում է։ Եթե ամեն օր նույն երթուղու համար վճարում եք, ասենք 600 դրամ եւ ժամանակ առ ժամանակ համաձայնում եք եւս 100 դրամ ավելի վճարել, համակարգը դա հիշում է։ Եթե հավելվածում նշված են ձեր տան ու աշխատանքի հասցեները, իսկ աշխատանքային օրվա ավարտին տաքսի եք պատվիրում, ալգորիթմը հասկանում է, հոգնած եք ու պատրաստ եք ավելի թանկ վճարել, միայն թե շուտ հասնեք տուն։ Նույնը առավոտյան, եթե ամեն օր աշխատանքի եք գնում 10:30-ին, իսկ տաքսի եք պատվիրում 10:28-ին, համակարգը եզրակացնում է, որ ուշանում եք, իսկ ուշացող մարդը պատրաստ է վճարել նույնիսկ 500 դրամ ավելի, միայն թե շուտ տեղ հասնի։ Կանչերը շատ են դա էլ ազդում գնալու գնացման վրա։ Նաև ասեք ժամերից է կախված, թե խթանումներ են լինում, ասեք պատկերացեք մի դեպքում դու կարող ես 20 րոպե ասել տեղ, երբ դեպքում 1 ժամ։ Պահանջարկը, երբ որ բարձրանում է, այդ ժամանակ արժեքը նույնպես բարձրանում է, որպեսզի վարորդները կարողանան վարել։ Տաքսի ծառայությունից էլ չեն թաքցնում, երբ պահանջարկը մեծանում է, գինն էլ է թանկանում։ Բայց խնդիրը միայն շուկայի տրամաբանությունը չէ։ Պետությունը գործնականում չի կարգավորում ոլորտը, պատճառաբանելով, թե շուկան ազատականացված է։ Չիլինգարյանն էլ ավելացնում է, կան անհատ վարորդներ, որոնք անօրինական են աշխատում։ Երբեմն պարզել չէ տվյալ մեքենան տաքսի է, թե պարզապես մասնավոր ավտոմեքենա։ Դավիթ Հաշենի կամուրջն Հունվարի 19-ին Դավիթաշենի կամրջի վրա իսկական քաոս էր, 1.5 ժամից ավելի երթևեկությունը կաթվածահար էր։ 2 վթար է տեղի ունեցել կամրջի սկզբնամասում, բախվել են որպես դիատար շահագործվող շտապօգնության մեքենան ու Ֆորդը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժասեր չկան։ Նույն օրը Դավթաշենի կամրջի մեկ այլ հատվածում էլ բախվել էին Տեսլան, Նիսանն ու Օփելը։ Ժամանել էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, իսկ ապա գործակալները ուշանում էին, ինչի պատճառով էլ խցանումը երկարում էր։
Վթարի հետևանքով բարեբախտաբար ուժասեր չկան։ Հունվարի 19-ին էլ Մուսալեր գյուղի վարչական տարածքում Հոնդան է վրաերթի ենթարկել 15 եւ 17 տարեկան երկու հետիոտնի, հետո բախվել թույլատրելի հատվածում կայանված Մերսեդեսին։ Վերջինն էլ առաջ է ընթացել հայտնվել երթևեկելի գոտուց դուրս բնակչի հողամասում։ Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, մյուսն էլ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Տուժածներից առաջինին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարծառայության Վաղարշապատի Ըշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի մերկացառնջ չկա, ակնհայտ երևում է։ Հունվարի 19-ին Եղվարդի կամրջի հարևանությամբ Տոյոտան բախվել է ճանապարհին եղած խոչընդոտ փոստին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ Նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ասել է, որ չի տուժել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Կարծում եմ օրերը երբ տաքանա ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը պետք է մի հատ այս կամրջի մոտի այդ հատվածը լուրջ ուսումնասիրի, թերությունը վերացնի, քանի որ նաև ամրանն է նման դեպքեր տեղի ունենում։ Հունվարի 19-ին Վանաձորի Նարեկացի փողոցում բախվել են Toyota Camry-ն ու Lada-ն, 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանած փրկարարծառայության Վանաձորի թիվ 2 Ըշեջ փրկարարական ջոկատի փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության մեքենաներին։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 3-րդ դասակի բարեկները։ Եվ աշտարակ խոշորացված համայնքում հունվարի 19-ին ակտիվ ձնամաքրման աշխատանքներ էին։ Համայնքի ղեկավարի եւ նրա աշխատակազմի գլխավորությամբ հատուկ տեխնիկաներն էին աշխատում։ Հեռացվում էր ձյունը, ճանապարհները մշակվում էին աղ ու ավազի խառնուրդով։ Այս աշխատանքները կատարվում է աշտարակի քաղաքապետարանի քաղաքապետի Թովմաս Շավերձյանի հանձնարարականով։ Հայաստանի պատմության թանգարանը շնորհակալագրեր է հանձնել գործընկերներին նախորդ տարում թանգարանի հետ արդյունավետ համագործակցության մշակութային ժառանգության պահպանման գործում համատեղ ջանքերի համար։ Ամփոփելով նախորդ տարվա ձեռքբերումները թանգարանի տնօրենը նկատել է ավելի քան 150,000 այցելու են ունեցել, որը թանգարանի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է։ Դրան ի դեպ նպաստել են Սրբազան երկխոսության, Լուվրից Հայաստանի պատմության թանգարան եւ Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ միջազգային ցուցահանդեսները։ Թանգարանի տնօրենի խոսքով ներկայացված ցուցանմուշները հոգևոր ու արվեստի գլուխգործոցներ են, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է Եգիպտոսից մինչև բյուզանդական կայսրություն ու Հայաստան, իսկ ժամանակագրությունը 4-ից 19-րդ դարերը, բացահայտելով մշակութային տարբեր շերտեր։ 2024 թվականից մեզ մոտ սկսեցինք, Մայր Աստվածություն, Անահիտից Մարիամ ցուցահանդեսի կազմակերպմամբ եւ ամեն տարի նպատակ կա անկախության տոնը սեպտեմբերի 21-ը վերածել նմանատիպ նաեւ մի թանգարանային տոնի, ինչ որ նորովի արժևորելով այս մեզ համար կարևոր պետական այս տոնը եւ նաեւ հանրապետության հրապարակում նաեւ թանգարանային կարևոր մի առաջարկ բերել մեր հանրությանը այս տոնի շրջանակներում։